Հիսուսը այս ասելուց հետո իր աշակերտների հետ դուրս գնաց Կեդրոն հեղեղատի մյուս կողմը, որտեղ մի պարտեզ կար, որի մեջ մտավ ինքը և իր աշակերտները։ Հուդան նրան մատնողն էլ գիտեր այն տեղը, որովհետև Հիսուսը շատ անգամ ժողովվել էր այնտեղ իր աշակերտների հետ։ Եվ Հուդան զինվորների գունդը և քահանայապետներից և փարիսեցիներից սպասավորներ առնելով եկավ այնտեղ ջահերով և լապտերներով և զենքերով։ Բայց Հիսուսը, երբ որ գիտած այն ամեն բաները, որ գալիս էին իր վրա, դուրս եկավ նրանց ասեց. «Ո՞ւմ եք ուզում»։ Պատասխանեցին նրան. «Հիսուս Նազովրեցուն»։ Հիսուսը նրանց ասեց. «Ես եմ»։ Հուդան նրան մատնողն էլ կանգնած էր նրանց հետ։ Երբ որ ասեց նրանց, թե ես եմ, նրանք ետ գնացին և գետնի վրա ընկան։ Եվ դարձյալ հարցրեց նրանց. «Ո՞ւմ եք ուզում»։ Եվ նրանք ասեցին. «Հիսուս Նազովրեցուն»։ Հիսուսը պատասխանեց. «Ձեզ ասեցի, թե ես եմ, արդ թե որ ինձ եք ուզում, թող տվեք դրանց, որ գնան, որ կատարվի այն խոսքը, որ ասեց, թե նրանց, որ ինձ տվիր, նրանցից ոչ մեկն էլ չկորցրի»։ Բայց Սիմոն Պետրոսը, որ սուր ուներ, քաշեց նրան և քահանայապետի ծառային զարկեց և նրա աջ ականջը կտրեց գցեց, և այն ծառայի անունը Մաղքոս էր։ Հիսուսն էլ Պետրոսին ասեց. «Սուրդ դիր պատյանի մեջը, այն բաժակը, որ իմ հայրը տվավ ինձ, ես այն չխմեմ»։ Եվ զինվորների գունդը և հազարապետը և հրեաների սպասավորները բռնեցին Հիսուսին և կապեցին նրան։ Եվ տարան նրան առաջ Աննայի մոտ, որովհետև Կայիափայի աներն էր, որ այն տարվա քահանայապետն էր։ Սա այն Կայիափան էր, որ հրեաներին խրատ տվավ, թե լավ է մեկ մարդ կորչի ժողովրդի համար։ Եվ Սիմոն Պետրոսը և մյուս աշակերտը գնում էին Հիսուսի ետևից։ Այն աշակերտը ծանոթ էր քահանայապետին և Հիսուսի հետ մտավ քահանայապետի սրահը։ Պետրոսն էլ դռան մոտ կանգնած էր դուրսը։ Այն մյուս աշակերտը, որ քահանայապետին ծանոթ էր, դուրս եկավ և դռնապանին ասեց, և Պետրոսին ներս մտցրեց։ Եվ այն աղջիկը, որ դռնապանն էր, Պետրոսին ասեց. «Միթե դու էլ այն մարդի աշակերտներիցն ես»։ Եվ նա ասեց. «Չեմ»։ Ծառաներն ու սպասավորներն էլ կանգնել էին կրակարած, որովհետև ցուրտ էր և տաքանում էին։ Պետրոսն էլ նրանց հետ կանգնած էր և տաքանում էր։ Եվ քահանայապետը Հիսուսին հարցրեց նրա աշակերտների համար և նրա վարդապետության համար։ Հիսուսը պատասխանեց նրան. «Ես հայտնի խոսեցի աշխարհին, ես միշտ սովորեցրի ժողովարանումը և տաճարումը, որտեղ ամեն տեղից հրեաները ժողովվում են, և ծածուկ ոչինչ չխոսեցի։ Ինչու ես ինձ հարցնում, լսողներին հարցրու, թե ես ինչ խոսեցի նրանց։ Ահա նրանք գիտեն ես ինչ եմ ասել»։ Երբ որ նա ասեց, սպասավորներից մեկը, որ այնտեղ կանգնած էր, Հիսուսին ապտակ տվավ և ասեց. «Այդպես ես պատասխանում քահանայապետին»։ Հիսուսը նրան պատասխանեց. «Եթե չար խոսեցի, վկայիր այն չարի համար, բայց եթե բարի, ինչու ես զարկում ինձ»։ Եվ Աննան նրան կապած ուղարկեց Կայիափա քահանայապետի մոտը։ Եվ Սիմոն Պետրոսը կանգնած տաքանում էր։ Նրան ասեցին. «Միթե դու էլ նրա աշակերտներիցն ես»։ Նա ուրացավ և ասեց. «Չեմ»։ Եվ քահանայապետի ծառաներիցը մեկը, որ ազգական էր նրան, որի ականջը Պետրոսը կտրեց, ասեց. «Չէ՞ որ ես տեսա քեզ այն պարտեզումը նրա հետ»։ Եվ Պետրոսը դարձյալ ուրացավ։ Եվ շուտով հավը խոսեց։ Եվ Կայիափայի մոտիցը Հիսուսին տարան պալատը, և առավոտ էր։ Եվ իրանք չմտան պալատի մեջ, որ չփղծվին, այլ որ զատիկն ուտեն։ Եվ Պիղատոսը դուրս եկավ նրանց մոտ և ասեց. «Այդ մարդի դեմ ի՞նչ կանգատ եք առաջ բերում»։ Պատասխանեցին և ասեցին նրան. «Եթե սա չարագործ չլիներ, ապա նրան չէինք մատնիլ քեզ»։ Պիղատոսն էլ նրանց ասեց. «Դուք առեք նրան և ձեր օրենքի համեմատ դատեցեք նրան»։ Հրեաներն էլ նրան ասեցին. «Մեզ օրենք չէ ոչ ոքի սպանել, որ Հիսուսի խոսքը կատարվի, որ ասեց ցույց տալով, թե ինչպիսի մահով է մեռնելու»։ Պիղատոսը դարձյալ մտավ պալատը, Հիսուսին կանչեց և նրան ասեց. «Դու ես հրեաների թագավորը»։ Հիսուսը նրան պատասխանեց. «Դու քեզանից ես ասում այդ, թե ուրիշներն ասեցին քեզ ինձ համար»։ Պիղատոսը պատասխանեց. «Միթե ես էլ հրեա եմ, քո ազգը և քահանայապետները քեզ մատնեցին ինձ, ի՞նչ ես արել»։ Հիսուսը պատասխանեց. «Իմ թագավորությունն այս աշխարհքիցը չէ։ Եթե իմ թագավորությունն այս աշխարհքիցը լիներ, ապա իմ ծառաները կռիվ կանեին, որ չմատնվիմ հրեաների ձեռը, բայց հիմա իմ թագավորությունն այստեղից չէ»։
Պիղատոսն էլ ասեց նրան. «Ապա ուրեմն դու թագավոր ես»։ Պատասխանեց Հիսուսը. «Դու ես ասում, որ ես թագավոր եմ։ Ես դրա համար եմ ծնվել եւ եկել աշխարհ, որ ճշմարտությանը վկայեմ։ Ամեն ով, որ ճշմարտությունիցն է, իմ ձայնը լսում է»։ Պիղատոսը նրան ասեց. «Ի՞նչ է ճշմարտությունը»։ Եվ սա ասելով դարձյալ դուրս գնաց հրեաների մոտ եւ նրանց ասեց. «Ես ոչ մի հանցանք չեմ գտնում նրանում, բայց ձեզ սովորությունը, որ զատկին մի մարդ արձակեմ ձեզ համար, արդ կամենում եք, որ հրեաների թագավորն արձակեմ ձեզ համար»։ Եվ ամենքը դարձյալ աղաղակեցին եւ ասում էին. «Ոչ թե դրան, այլ Բարաբբային», եւ այդ Բարաբբան մի ավազակ էր։